Քննարկում ենք հարց համար 17-ը Հայաստանի Հանրապետության ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը։ Զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։ Համեցեք տիկին Անդրեաս։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքով ամրագրված է, որ հանրային բուհի ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրի կողմից ընտրության արդյունքները հաստատվելուց հետո։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի կանոնադրության համաձայն համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և այդ տրամաբանությամբ էլ ռեկտորի ընտրության արդյունքները ներկայացվել են կառավարության քննարկմանը։ Պետք է ասեմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարված էր մրցույթ, որը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի 29-ին։ Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էին 3 հավակնորդներ։ Մրցույթը ընթացել է համալսարանի կանոնադրության, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության կարգի համաձայն և ռեկտորի ընտրությունը կայացել է 1 փուլով, որի արդյունքներում ուրեմն ընտրվել է 18 կողմ ձայնով տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը որպես հիմնադրամի ռեկտոր 5 տարի ժամկետով։ Պետք է ասեմ, որ պարոն Վարդանյանը արդեն իսկ նախընթաց ժամանակահատվածում ղեկավարել է բուհը և բուհը այս ընթացքում ունի բավականին տպավորիչ արդյունքներ մի շարք ուղղություններով և սա նշանակում է, որ պարոն Վարդանյանը արդեն իսկ կառավարման իր փորձով և բուհի իմացությամբ կկարողանա, կարծում եմ, առաջնորդել նաև բարձրագույն կրթության բարեփոխումների այն փուլում, որը որ նախատեսված է կառավարության ծրագրով և մասնավորապես մեզ համար խիստ առանցքային է տեխնոլոգիական բուհի ձևավորումը, որի համար պոլիտեխնիկական համալսարանը ունենալու է առանցքային նշանակություն և ինչպես արդեն իսկ ընդունված կառավարության ծրագրով ամրագրված է, մենք նախատեսում ենք մինչև կառավարության ծրագրի այս ավարտը տեխնոլոգիական կլաստերը ձևավորել ակադեմիական քաղաքում, իսկ դա նշանակում է, որ մեզ սպասվում է շատ մեծ ծավալի աշխատանք և հուսով եմ, որ պարոն Վարդանյանի ներգրավվածությամբ այդ աշխատանքը արդյունավետորեն կընթանա, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ տիկին Անդրեասյան, խնդրեմ պարոն Վարդանյան, ինչ ունեք ասելու կառավարության, նստեք խնդրեմ։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ես կցանկանամ ներկայացնել որոշակի կարևոր տվյալներ նախորդ 5 տարիների կատարված աշխատանքի և ապագա անելիքների վերաբերյալ։ Նախ ցանկանում եմ նշել, որ 2024 թվականին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հիմնադրվեց գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, արվեստի և մաթեմատիկայի ուղղվածությամբ հիմնական դպրոց։ Դրանով մենք ստեղծեցինք մանկավարժական անձնակազմի համար մրցունակ աշխատատեղեր և աշակերտական անձնակազմի համար որակյալ կրթական ծառայություն։ Մասնավորապես ցանկանում եմ նշել, հիմնական դպրոցում նվազագույն աշխատավարձը մանկավարժի մեկ հաստիքի համար սկսում է 430,000 դրամից և շարունակվում է մինչև 1,160,000 դրամ, ինչպես նաև այս կառույցի ստորաբաժանման հիմնադրման արդյունքում մենք կարողացանք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրամում ապահովել որակավորման ազգային շրջանակի ողջ շղթան։ Ստացվում է այնպես, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք եզակի տեխնոլոգիական կրթահամալիր, որը ապահովում է նախադպրոցական կրթությունից մինչև բարձրագույն մասնագիտական և դոկտորական կրթական ծրագիր, իր կազմում ունենալով նախակրթարան, հիմնական դպրոց, ավագ դպրոց, միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություն և ցանկանում եմ նշել, որ այս բոլոր ուսումնական ստորաբաժանումների ուղղությամբ իրականացվել է ռազմավարական կարևորագույն ծրագրեր, մասնավորապես նախակրթարանում հիմնադրվել է ռոբոտոտեխնիկայի խմբակ, դրանով նպաստելով երեխաների սերը դեպի ռոբոտաշինություն և ինժեներություն, որի հաջող իրականացման արդյունքում Երևանի քաղաքապետարանի միջոցով այս ծրագիրը իրականացրել ենք Երևան համայնքի մի շարք մանկապարտեզներում։ Նշեցի արդեն իսկ հիմնադրել ենք հիմնական դպրոց, նպաստելով, որպեսզի աշակերտների մոտ
ավելի խորացված ուսուցում տեղի ունենա բնագիտական եւ ինժեներական առարկաների ուղղությամբ, ինչպես նաեւ ավագ դպրոցում ստեղծել ենք միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագիրը, իդեպ ցանկանում եմ նշել, պարոն վարչապետ, որ Հայաստանի Հանրապետության միակ պետական դպրոցն է, որ ունի միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագիրը, ամբողջությամբ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերում վերանայել ենք ուսումնական ծրագրերը եւ առարկայական ծրագրերը, ներենք դրել նոր 3 մասնագիտական կրթական ծրագրեր, տվյալագիտություն, ավիատիեզերական ճարտարագիտություն, բլոկչեյն վեբ 3 տեխնոլոգիաներ։ Հիմա համալսարանը գտնվում է ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման գործընթացում, մեծ ուշադրություն է դարձվում միջազգային հավատարմագրմանը եւ այդ պատճառով մենք որպես գործընկեր կազմակերպություն ընտրել ենք գերմանական ազին գործակալությանը, որը առավել շատ մեծ փորձ ունի տեխնոլոգիական բուհերի հավատարմագրման գործընթացում, վարկանիշավորման գործընթացում ունենք արդյունքներ Green Metric միջազգային վարկանիշավորող ընկերության կողմից, որը ըստ էության համալսարանները վարկանիշավորում է որպես կանաչ եւ կայուն համալսարաններ, այս ուղղությամբ վերջին 3 տարիների ընթացքում 1780 համալսարանների վարկանիշավորված համալսարանների կազմից Պոլիտեխնիկը դարձել է 703-ը եւ Հայաստանում դառնալով առաջին համալսարանը։ Նշեմ, որ էականորեն բարձրացվել է պրոֆեսիոնալ անձնակազմի աշխատավարձները մինչև 100%-ով, դարձնելով 300,000-ից մինչև 916,000 դրամ եւ նոր ռազմավարություն ենք ընդունել բուհի 2026-31 թվականների համար, դրանով նպաստելով բոլոր ուսումնական ստորաբաժանումների առաջընթացին, կառավարության հավանության եւ հաստատման դեպքում առավել ողջավորությամբ կշարունակեմ աշխատել տեխնոլոգիական կրթության զարգացման համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, հարգելի գործընկերներ, հարցեր ունեք պարոն Վարդանյանին։ Չկան։ Ըստ այդմ տեխնացությունը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ Գոր Վարդանյանի տեխնացիան հաստատման, այսինքն ընտրությունների արդյունքների հաստատմանը, դեմ չունենք, պարոն Վարդանյան, շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում։